Երևանում Ռոսիա տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը տոնավաճառը փակելու որոշումն է։ Այն պատկանում է ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ակցիայի մասնակիցների խոսքով նրանք ուզում են տոնավաճառը դարձնել զվարճանքի կենտրոն։ Տաղավարները վարձակալող տասնյակ վաճառողներ ասում են, որ առևտուրը իրենց միակ եկամտի աղբյուրն է եւ փակելու դեպքում կմնան դատարկ գրպանով։ Уважаемые коллеги, Եվրոպական միությանն անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հռետորական հարց է հնչեցրել Դաշնության փոխվարչապետը, արդյոք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, շեշտելով ներկայումս Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրվածությունը։ Օվերչուկը հավելել է. մեջբերում, մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայերինն է։ Հայաստան է այցելել ամերիկյան IOCOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք մեջբերում կնպաստեն Հայաստանում երկարաժամկետ տնտեսական աճին, փոխկապակցվածության խորացմանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները կկայանան Օմանում ուրբաթ։ Մինչ այս հայտարարությունը Վաշինգտոնը մերժել էր բանակցությունների վայրն ու ձևաչափը փոխելու Թեհրանի պահանջը, փաստացի տապալման եզրին հասցնելով Ստամբուլում նախատեսված հանդիպումը եւ մեծացնելով Թրամփի ռազմական ուժի կիրառման հավանականությունը։ Պաշտոնական Իրանը հայտարարել էր, թե քննարկումները պետք է տեղափոխել Օման եւ օրակարգը սահմանափակել բացառապես միջուկային հարցերով։ Միացյալ Նահանգներն իր հերթին պահանջել տարածաշրջանային դաշնակիցների ներգրավվածությունն ու հրթիռային սպառնալիքների պարտադիր ներառումը բանակցային գործընթացում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կահիրե։ Ալ-Իթիհադիա պալատում նա հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ։ Առանձնազրույցից եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո առաջնորդները ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնց նպատակն է երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 15 միլիարդ դոլարի։ Ռազմավարական գործընկերության օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել արևելյան միջերկրական ծովում էներգետիկ նախագծերի համատեղ իրականացումը, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերության, զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտներում կապերի ընդլայնման հեռանկարները։ 3 февраля в Киеве объявился генсекретарь НАТО Рюте. Ուկրաինայի տարածքում կամեցողների կոալիցիայի զորքերի հայտնվելը կտրականապես անընդունելի է։ Դրանք Մոսկվան կդիտարկի որպես օրինական ռազմական թիրախներ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների զորքերի տեղակայումը ցանկացած պատրվակով սպառնալիք կներկայացնի Ռուսաստանի անվտանգության համար։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ կոալիցիայի անդամ երկրների զինված ուժերը Ուկրաինա կժամանեն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ уважаемый господин председатель, дорогой друг, рад, что мы продолжаем добрую традицию. Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած եղանակ գարուն է, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ցինփինի հետ տեսազանգի ընթացքում։ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիր, հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում ամուր եւ կայուն զարգանում են։ Գազայի հատվածի վերակառուցման ամերիկյան հավակնոտ ծրագիրը հայտնվել է ֆինանսական փակուղում։ Պոտենցիալ դոնորները հրաժարվում են միջոցներ տրամադրել, երկյուղելով Համասի զինաթափման շուրջ անորոշությունից եւ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումից։ Թեև Դոնալդ Թրամփի նախագիծը ենթադրում է նոր գազայի ստեղծում եւ շուրջ 100 միլիարդ դոլարի ներդրում, սակայն միջազգային ներդրողները դեռ սպասողական դիրքորոշում ունեն։ Նրանք պահանջում են անվտանգության հստակ երաշխիքներ եւ կառավարման թափանցիկ մեխանիզմներ։ Ստեղծված իրավիճակում ֆինանսավորման հարցով նախատեսված համաժողովի ժամկետները մնում են անորոշ, իսկ ավերված անկլավի ենթակառուցվածքների վերականգնումը հետաձգվում է, ել ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն ու անվտանգային ռիսկերը տարածաշրջանում։
That number is based on ԱՄՆ սահմանային անվտանգության գլխավոր պատասխանատու Թոմ Հոմանը հայտարարել է, որ Մինիսոտայից անհապաղ հետ են կանչվում ներգաղթի հարցերով զբաղվող 700 իրավապահներ։ Նրա խոսքով այս որոշման հիմքում տեղական իշխանությունների հետ նոր համագործակցության պայմանավորվածություններն են։ Անձնակազմի կրճատմանը զուգահեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ կշարունակի զանգվածային արտաքսումների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ սպաների անվտանգությունն ապահովող ստորաբաժանումները կմնան նահանգում։ Չնայած այս զարգացումներին իրավապաշտպանները շարունակում են մտահոգություն հայտնել, զգուշացնելով իրավապահների կամայական գործողությունների եւ անհամաչափ ուժի կիրառման վտանգների մասին։ Ճապոնիայում առադյան հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է 413 մարդ։ Եղանակային վատ պայմանների պատճառով կաթվածահար է եղել Ճապոնիայի շատ քաղաքների փողոցների երթևեկությունը։ Ձյան շերտի բարձրությունը հասել է ռեկորդային 4.5 մետրի։